Թրամփը հայտարարել է, որ կնախընտրեր համաձայնության գալ Թեհրանի հետ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ եւ կրկին սպառնացել է ուժ կիրառել Իսլամական Հանրապետության դեմ։ Ես եմ որոշում կայացնողը, ես կնախընտրեի համաձայնագիր կնքել, քան չկնքել, եւ եթե մենք չկնքենք, դա շատ վատ օր կլինի այս երկրի եւ ցավոք նրա ժողովրդի համար, որովհետեւ իրանցիները հրաշալի են եւ նրանց հետ այդքան վատ բան չպետք է պատահի, գրել է ամերիկացի առաջնորդը։ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություններից ի վեր ջանքեր է գործադրում Ուկրաինայում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, սակայն Մեծ Բրիտանիայի միջամտությունից հետո իրավիճակը վերադարձավ ռազմական հուն, ասել է Կրեմլի խոսնակը։ Սկզբում ջանքեր են գործադրվել այս հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար, մշակվել է համաձայնագիր եւ այլն, եւ հետո այս խաղաղության գործընթացին Մեծ Բրիտանիայի միջամտությունից հետո իրավիճակը վերադարձավ ռազմական հուն։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ Գերմանիան մինչ օրս հրաժարվել է մասնակցել Կիևին միջուկային զենք մատակարարելու ծրագրին։ Բերլինը խելամտորեն հրաժարվեց մասնակցել այս վտանգավոր արկածախնդրությանը, ասվում է հայտարարության մեջ։ Մոսկվայի աճուրդի տունը գարնանային աճուրդի կհանի Իսահակ Լևիտանի եւ Իվան Այվազովսկու բնանկարներ, ինչպես նաեւ Իլիա Ռեպինի դիմանկարը, Այվազովսկու լուսանկագիշեր Ղրիմում բնանկարը Մոսկվայում աճուրդի կհանվի 60 միլիոն ռուբլով։ Իսահակ Լևիտանի Լուսնի ծագում գյուղ նկարը նույնպես մարտի 1-ին աճուրդի կհանվի 50 միլիոն ռուբլով, իսկ Իլիա Ռեպինի Նարցիսը 45 միլիոն ռուբլով։